Ջան մոտիկանում են ընտրությունները ես մի բան ուզում եի ասել գիտեք մենք պետություն ենք ունի ՄԱԿ-ի անդամ պետություն ենք որը ունի իր դեկլարացիաները ռեզոլյուցիաները կոնվենցիաները որով պետք է համապատասխանեցնենք մեր օրենքները այդ իրավական ակտերին։ Նրանք չունեն օրենքներ, որտեղ ամեն երկիր ունի իր օրենքը, բայց ՕՕՆ-ում, ՄԱԿ-ում իրենց համար, իրենց դեկլարացիաները, կոնվենցիաները, ռեզոլյուցիաները առաջնային են։ Համապատասխանեցրու քո օրենքները եւ սահմանադրությունը նման սահմանադրություն, որտեղ օրենքները չեն հակասում սահմանադրությանը, առաջնայինը սահմանադրությունն է։ Սահմանադրությունը համապատասխանեցնում է կոնվենցիաներին եւ նոր ընդունվի ՄԱԿ։ Հիմա ժողովուրդ ջան, հիմա ընտրություններ են գալիս, շատ են խոսում, որ ազգությամբ հայերը պետք է իրավունք ունենան մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան։ Ժողովուրդ ջան, մենք պետություն ենք։ Եթե անգամ ազգությամբ հայ չի, բայց ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինքը ընտրում է իրեն երկրի ղեկավարը, ընտրում է իրեն համար իշխանություն, որին ինքը պատկանելու է, իրեն կյանքի վրա դա ազդելու է, իհարկե ինքը պետք է ձայն տա, որ բարելավի իրեն կյանքը, բայց եթե մարդը ազգությամբ հայ է, բայց այդ մարդու որ ինքը ընտրում է, ինքը ուրիշի միավոր է, այդ մարդը ոչ մի իրավունք չունի իր վրա, ոչ պարտականություն այդ քաղաքացին չունի, օտարերկրյա քաղաքացի է, ընտրվողն էլ ոչ մի իրավունք չունի իր վրա, ինչի պետք է ինչ-որ մեկը իմ համար ընտրի վարչապետ կամ դեպուտատ, այդ դեպուտատի աշխատանքը քո վրա ազդելու է ին վրա։ Հիմա պատկերացրեք, որ այդպես լինի, գիտեք, եթե քաղաքացի է Հայաստանի, այդ պահին գտնվում է այդ երկրում, ճիշտ կլինի, որ դեսպանատները կամ համայնքներում դնեն արկղ եւ մարդիկ գան մասնակցեն ընտրություններին։ Մեր քաղաքացիները, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որը չի քաղաքացի ես, մեր քաղաքացին ես, ուրեմն դու մեր օրենքներին ես, դու պատասխանատու ես մեր երկրի առջև, քեզ կանք դատեն, քեզ կանք բռնենք, դու օտարերկրյա քաղաքացի ես, ոչ մի լծակ չունենք քո վրա։ Հասկանում եք, դու ինձ համար ընտրում ես, ինչի համար։ Հիմա Ռուսաստանի քաղաքացիները կասեն, ոնց մենք գումարով օգտվում ենք, մենակ փող տանք հա ձեզ։ Չէ, դուք այդտեղ աշխատում եք, լավագույն դեպքում ձեր ծնողներին եւ ձեր ընտանիքը, ձեր երեխաներին եք պահում։ Մեզից ինչ եք պահանջում, այստեղ աշխատեք, այստեղ կպահեք, այստեղ իրենց սպասարկեք, դեղ եք աշխատում, դեղից եք գումար ուղարկում։ Ինչի եք ուզում ընտրություններում, ես չեմ հասկանում այդ ձեր։ Իսկ եթե պատերազմի ժամանակ եք օգնել, մենք ձեզ ասել ենք մի օգնեք, միևնույն մեզ չի հասնում։ Կամ ինչ նշանակում մենք օգնել ենք, մեր հայրենիքին հասել եք, հիմա դուք պետք է ինչ-որ լգոտեք մեզ տակ, օգնել եք, մենք ոչի պարտավորություն չենք վեցել, էլ չեմ ասում, որ 1000 անգամ ասեցիք, ոչ մի օգնություն մի ուղարկեք, միևնույն տեղ չի հասնում, բոլորս գիտենք որտեղ չի հասնում, կամ չկա մանչուտ այդ բանը ասել, ոչ, մենք պետություն ենք, մեր ղեկավարներն ընտրում են մեր քաղաքացիները, ուզում է ազգանունը յանով, ունցով լինի, ուզում է եվով, օվայով լինի, շվիլիով լինի, մեր քաղաքացին է։ Եվ ձեզ ասեմ վտանգները, այն հայերը, որոնք ապրում են Ռուսաստանի, նրանք Ռուսաստան մեծ են, իսկ ով ապրում է Եվրոպայում, Եվրոպա մեծ է։ Հետո մենք հայամետ ենք։ Սկի ստեղի մարդիկ, ստեղի քաղաքացիները, որ այստեղ ապրում են, չեն հասկանում ինչ է կատարվում այս երկրում։ Օվկիանոսի ձենքում,
Ո՞նց կան պատկանեն։ Ռուսաստանի հայերը ինչ պետք է պատկանեն։ Հա, բարեկամներ ունեք։ Ձեր բարեկամները հլա շատ բան են հասկանում։ Նայում եք բլոգերներին, որ բլոգերը ինչ ասում, ինչ չասում։ Ես այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ասում եմ ոչ Եվրոպամեդ եմ, ոչ ռուսամեդ եմ։ Ես ասում եմ, թող պատերազմը ավարտվի, տեսնենք պատերազմը ոնց ավարտվում, ինչա կատարվում երկրում, կողմնորոշվենք։ Հիմա ինձ ձեռա տալի այսպես, եւ կան Եվրոպամեդեր, եւ կան ռուսամեդեր։ Ես այստեղ ապրում եմ, ես դա զգում եմ։ Ես զգում եմ վտանգ։ Իմ կյանքիս համար, իմ մտերիմներիս կյանքի համար, իմ աշխատանքի համար։ Դուք գումարը վաստակելու համար գնացել եք, հասել եք օտար երկրներ։ Ձեր վաստակի համար մենք այստեղ իրանք չունենք, մտածենք մեր վաստակելու, մեր կյանքի մասին։ Բերոսաբար ձեր համար պետք է երկիր պահենք։ Եկեք պահենք։ Պահելը չեք պահում, չէ՞։ Մենք պետք է գնանք պատերազմել, մենք պետք է ցույցերի դուրս գանք ու գնանք, չգիտեմ, ինչ կոմիտեներում, ոստիկանության участокներում մնանք։ Մենք պետք է զրկվենք աշխատանքից։ Հերվից դուք հայրենասեր ենք։ Երբ պատերազմ ալինում հավաքում եք գումարներ, կոպեկներ ուղարկում եք։ Էդ եք անում, ես մեծ կխոսայի, Ամերիկայում լիներ, հերոսաբար կխոսայի։ Ու սիրտս կցավար։ Ես հիմա չեմ գնում իմ հայրենիքից, սիրտս ցավում է։ Ամեն անգամ երբ մտածում եմ գնալ, մտածում եմ գուցե եւ չվերադառնամ։ Հիմա ինչքան կապրեմ։ Ես էլ եմ շունչը згум на затылке чувствую, дышат. Турки дышат, азербайджанцы дышат затылком. Чувствую я это. Բայց որ օրը ես լքեցի, ես համոզված չեմ հետ գամ կտեսնեմ գոնե ասենց ոնց տուրիստի, ինչքան կտևի գոյություն իմ երկրի։ Հայրենիք եմ համար վերջով։ Նենց որ բաց էս երկիրա, բոլոր կոնվենցիաները, դեկլարացիաները ՄԱԿ-ի բոլորը պետք է գործեն։ Այս Փաշինյանի սարքածը չի ինչ ոնց ուզում անում եմ։ Հա, եթե հանրապետականները անօրինականություն անում էին նենց օրենքի ծածկելով, ես անում եմ ապաշքյարա, ոչ մի բան էլ պետք չի իրան, ոչ մի օրենք, ոչ մի դատարան, ոչ մի բան ինչ ուզում անում է, զգում ես, որ հենց առաջ օրվա ինձ որ ինքը եկավ, ասեց բյուջեից գումար կարող է առան բյուջեից փոփոխություններ, պետբյուջեի փոփոխություններ կարող է կատարվի առանց ազգային ժողովի քննարկման։ Ես ասես չհասկացա, ոնց է գլխավոր փաստաթուղթն է մեր երկրի։ Ինչ ընթացակարգով ընդունվում է, այն ընթացակարգով էլ պետք է փոփոխություն կատարվի։ Այս երկիր չի։ Ես զգացի դատարանի դռները փակեք ու շատ բաներ եմ զգացի, որ երկիր չենք ունենալ, իրանք պատասխան չեն տալու ոչ մի իրանց արածի համար, չեն տալու պատասխան։ Իրանք նենց բաներ էին անում, որ դու մտածում ես, որ երկիր չես ունենալ, իրանք մտածում են երկիր չի լինելու։ Իրանք պատասխան չեն տալու։ Ինչ ուզես անում են։ Չեն համապատասխանացնում օրենքներին, իրանք մի բան ուզում են անեն, կամ հուս գախնիով աշխատավարձ, հուս գախնիով, այ քեզ բան, հիմա այդ հուս գախնին փոխեցին, հա ինչ որ ուրիշ բան է, այն ժամանակ գախնի հրապարակման ենթակա չէր, գախնի, հուս գախնի, այդպես է, հիմա ուրիշ բան սարքեցին, ամեն ինչ ասում են հուս գախնի, այ մատ հուս գախնին, որը ԱԱՑ-ի փաստաթուղթ է, որը պետք է գնա ԱԱՑ-ը, որը ազգին վտանգ է սպառնում։ Գախնին դա է, հա հրապարակման ենթակա չէր, կարող էր այնպես որ թե գրում բան այդ ձևի հարցեր լինեն։ Բայց պրեմիաները հուս գախնիով ո՞նց էին տալիս։ Ես զգացի, ասի պետություն չենք ունենալու, պատասխանատվություն չենք կրելու։ Ժողովուրդ ջան, սա պետություն է, Ռուսաստանի հայեր ջան, մի նեղացեք, սա պետություն է։ Ու ՄԱԿ-ի անդամ պետություն է։ Իրա քաղաքացիները ընտրում են, օտարերկրյա քաղաքացիները չեն ընտրում։ Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները սիրում են հայրենիքը եւ մտածում են հայրենիքի, շատ ուրախ եմ։ Ես ձեզնից մեկն եմ այդ հարցում։ Բայց այս երկիրը ընտրում է իր քաղաքացին։
ձեր մոտ ինչ ագիտացիա է, ձեր երկրում ինչ ալիք են ցույց տալի, ինչ ալիք ցույց չեն տալի, Եվրոպայում ինչ են անում, ինչ են ցույց տալի, Ամերիկայում գնում են ինչ են խառնում դեսպանը ինչ քաղաքականություն է վարում, ինչ է խոսում։ Ես չհասկացա, իրանք պետք է ընտրեն իմ համար։ Տուրքիայում էլի հայեր կան։ Իսկ եթե Տուրքիայում դեսպանատանը դնեն այդ արկղը, ասեն ազգությամբ հայեր եկեք եւ ընտրեք սա, պարտադրեն։ Հետո Չեզոհ ջան, մի նեղացեք։ Էս իմ երկիրն է, ես եմ ստեղ ապրում, ես չեմ ուզում այստեղից գնալ եւ ես պետք է ընտրեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Ում ղեկավարելու այս ղեկավարը ով ապրելու է այդ ազգային ժողովի կայացած որոշումներով եւ օրենքներով։ Դուք այստեղ չեք ապրում, դուք լսում եք, շատ բան կարող եք լսեք։ Դրա համար էլ հնդիկներն էին ձայն տալի, մեր արցախցիները, Ավինյանին ընտրելուց, քաղաքապետ ընտրելուց, մեր արցախցիները, հայկական անձնագետները ձեռքով ընտրություններին չէին մասնակցում։ Հնդիկները ինչ որ 1 տարի այստեղ ապրել են, նրանք մասնակցում էին։ Կոնվենցիայում դες բան չկա, օտարերկրյա քաղաքացին ընտրի քո երկրում, եթե մի տարի ապրել է, կամ երկու, չգիտեմ, на усмотрение, նշ չի կոնվենցիան կոնկրետ է, կոնվենցիաները, այս միջավայրում կարող ես սահմանություն ունենաս, գուցե այդ կա, եթե մշտական բնակություն ունեն, կարող են ընտրեն, չգիտեմ, կոնվենցիան, բայց ես զամաթած նայում էի, հնդիկները ընտրությանը մասնակցում են, արցախցիները չեն մասնակցում, հայկական անձնագետի ձեռքներին։ Ես չեմ ասում 21 թվին Արայիկ Հարությունյանը բերեց Արցախից ժողովուրդ, ստեղ ընտրեցին Փաշինյանին։ Քաղաքապետ ընտրելու ժամանակ Վրաստանից բերեցին հայերին։ Այո, ընդեղի հայերին, ով որ քաղաքացիություն ունի Հայաստանի, ընդեղի հայերին, ինչ որ մի բնականի վրա գրանցեցին, այդ օրը բերեցին, ձայն տվեցին, գնացին։ Եվ 21 թվին պատերազմից հետո Արցախից Արայիկ Հարությունյանը, արցախցիներ ունեին Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Իրանց բերեցին, իրանք ընտրեցին, գնացին։ 21 թվին ով է ընտրել։ Մի հատ նայեք 50%-ից քիչն են եկել ընտրության։ Մեր տեղականներից։ Մնացածներ իրանց մարդիկ էին, ով որ եկել էր ու իրանց ձայն է տվել, իրենց մարդիկ էին, ու Արցախից եկածներն էին։ Այդ 40 քանի տոկոս եկել էին, դրանք սաղ ադմինիստրատիվ ռեսուրսներն են ու իրանց մարդիկ էին։ Դուք պատկերացրեք 100% քաղաքացիներ ինչքան քիչ էր, եկել են 50-ից քիչ, այդ 50-ը որ արդեն հաշվում է 100%, դրանից էլ 46% էլ ընտրել, ինչ էր ընտրել։ Ինչքան քիչ են ընտրել մեր հայաստանցիները։ Հիմա էլ այլ պետություններից, հա, հիմա էլ արի տեր կանգնի դեսպանատներում ինչ կանեն, որ դեսպանը ինչ քաղաքականություն կվարի, այնտեղ ոնց են գնալու, հետևեն, ինչ են վստահված անձիկ չի լինելու, չէ՞ այնտեղ։ Կարող է կուսակցությունները վստահված անձիկ են տանելու։ Չէ։ Մի նեղացեք Ռուսաստանի բնակիչներ, լուրջ երկիր է մեր երկիրը, Թուրքիա համար չգիտեմ ինչ է, մեր համար լուրջ երկիր է եւ լուրջ օրենքներ կան։ Քաղաքացիս ընտրում ես, քաղաքացի չես ընտրում, բարդակ չի իմ հայրենիքս։ Բարի